դենտության ցենզերը բարձրացնել։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես մի քանի հարց տամ, որտեղ մենք գտնվում ենք հետընտրական process-ների մեջ եւ շատ վտանգավոր հայտարարություններ են տեղի ունենում, այսպես կլինի, այսպես կանենք, այնպես կանենք։ Բոլորս հիշում ենք նախկինում, որ կային խմբեր, խմբավորներ, որոնք տեղամասում էին, մասնակցում էին ընտրական process-ներին դրսից, մարդկանց բերելով, ճնշելով եւ այլն։ Եվ այդ խմբերը չէին ցնդել, այս ընթացքում մենք տեսանք նաեւ որոշ հանցավորության ակտիվացում տարբեր տեղերում, Փարաքար, Աճապնյակ եւ այլն։ Այդ խմբերը դեռ կան, դրանք բայց զարմանալիորեն հիմա ընդհատակում են։ Դրանք մեր հսկողության տակ են թե ոչ, այսինքն կրիմինոգեն վիճակը ըստ դրա սկսած Հայաստանի բոլոր Երևանի շրջաններից մինչև Հայաստանի ամենաայդպես ակտիվ նախկինում շրջանները, որտեղ այդ կոնտինգենտը միշտ արկա եղել է, որովհետև պետք է հետընտրական process-ում կանխել ցանկացած հակաօրինական գործողություն, եթե որևէ մեկի գլխում այդպիսի միտք կա, չնայած միայն ոստիկանությունը չի, ուժային բոլոր կառույցները, կարծում եմ, համոզված են, որ համատեղ ուժերով, եթե այսօր այնուամենայնիվ հետընտրական վիճակը շատ կայուն է, դա նշանակում է, որ այդ խմբերն էլ շարունակում են մնալ կոպիտ ասած ընդհատակում եւ դա շատ լավ է։ Մնում է նրանց զենքի հավաքագրումը նրանց մոտ կուտակված, դուք 2000 քանի 100 զենքի մասին ասացիք, դա քանակներ ավել գոյություն ունի, սկսած 44-օրյա պատերազմից հետո ինքնաձիգերի այն քանակը, որը հաշվառման մեջ եղել է եւ հիմա չկա։ Դրանց մի զգալի մասը կամ գտնում Հայաստանում, կամ ինչ-որ մեկի տանը թաքցված։ Այդ ուղղությամբ պետք է աշխատանքները ուժեղացնել, արդեն նոր մեր ռազմավարության մեջ դա հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի եւ գանք կենցաղային մի շարք բաների, որտեղ զեկույցում նշվեց ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման մասին։ Ես կուզեի իմանալ, պարոն Մկրտչյան, դա ինչի արդյունքում է, մենք օրենսդրական ինչ-որ հարցեր լուծեցինք, բալերը ավելացրեցինք, պակասացրինք, հետո ավելացրեցինք։ Լարվածությունը ճանապարհներին շարունակում է մնալ, բայց մի խնդիր այնուամենայնիվ անդադ խոսում ենք եւ գիտենք, որ ամբողջ աշխարհում այդ ուղղության վրա հստակ թիրախավորում կա։ Պարոն Ղազարյան, դա հեռախոսով խոսալն է, մեքենա վարելիս։ Երևանում շարունակաբար խփում են մեքենաները հետևից, երբ որ նայում ես անպայման վարողի ձեռքին կամ հեռախոս կա, կամ դեռ չի հասցրել դնի։ Եվ հիմա ավելի է բան եղել, հիմա SMS-ներ են գրում, չեն խոսում։ Դեն ավելի կատարելագործվել ենք, դա ամբողջ աշխարհում շատ ուշադրությունը մի վարքյան։ Շեղեցիր դու անպայման վթար ես անում, իսկ վթարը կարող է մարդկային կյանք արժենա, առավելևս երեխաներ։ Ուզում եմ վերադառնամ Տիկին Ղազարյանի ամիսներ առաջ բարձրացած հարցին քննարկումներից մեկի ժամանակ քարսիտների պարտադրանքը։ Դա երեխայի կյանք է փոխում։ Որտեւ եթե քարսիտը բացակայում է եւ միայն այդ ամրագոտու վրա են քույց դնում, բոլորից հայտնի մի վթար եղավ, մեզ շատ հայտնի ընտանիքի երեխան, լարը հարվածի, որում շատ ոչ մեծ արագության։ Դիմային հարվածի արդյունքում ներքին օրգանները պատրվել էր երեխայի։ Պետք է քարսիտը պարտադրել։ Ինչքան էլ փորձեն ասեն, գիտես, դա թանկ է, ընտանիք չէ, կյանքից ավելի թանկ բան չկա։ Բերեք այդ հարցն էլ, պարոն Մկրտչյան, պարոն Ղազարյան, դրանք մեր ռազմավարության մեջ եւ դա փորձի մեկը Եվրոպա բոլորդ էլ գնում եք, տեսնի, որ երեխան առանց քարսի տաքսի նստի կամ մեքենա նստի։ Գնդակարությանը հավասար բան է։ Չի կարող դες բան լինի։ Տեղամասերը ասեցի, ընդհանուր առմամբ այս թվում է կենցաղային թեթև հարցեր են, բայց մենք մատերիալանքով եկեք չնայենք, եկեք սա անենք։ Քաղաքացիությունը իհարկե շատ կարևոր է, նաև զորակոչի հետ կապված, մենք պետք է կանխենք արդեն քաղաքացիությունից հրաժարվելու եւ հեշտ ուրեմն վերականգնելու այդ ինստիտուտը չէ։ Մեր երկիրը, չգիտես, ինչ որ աշխարհի միտեղ եթե պատերազմ է լինում, մեր Հայաստանի քաղաքացիության համար հերթ են կանգնում։ Լիքը մարդիկ, ոչ մեր ազգության։ Ինչքան է թվերը ավելի շատ չէ։ Գալիս են այստեղ, որտեղ պարզվում է, որ խաղաղությունը նաև գրավիչ է մարդկանց այդ տարածքում գտնվելու համար։ Պարզվեց նաև ընտրությունները կարա գրավիչ լինի, այսպես շարան գալիս են եւ շարան գնում են եւ նեղվում են, որ պետության նկատմամբ կա պարտավորություն նաև
մասնակցել մեր երկրի պաշտպանությանը եւ սկսում է այսպես աղմուկ։ Ինչպես կարելի է ծանուցումներ տալ, մասնակցել պահեստազորի ձևավորմանը 25-օրյա հավաքների տեսքով։ Վերջերս էլ ընդդիմադիր գործ մեր հանձնաժողովի անդամներից մեկի հիշատակեց դիմադրության շարժման ժամանակ այն հայտնի բանը, որ ես հնչեցրել էի, որ սահմանների պաշտպանությանը մենք հենց այդ բիլագով մարզված տղաների կարիք ունենք, հատուկ նշանակության ստորաբաժանումներում, մյուս օրը բոլորը անհետացան։ Եվ դա արդյունք էր, որ անկեղծություն չկար այդ հարցերի շուրջ մեր պետական մոտեցումներին առնչություն ունենալը։ Պարոն Ղազարյան, դրանք շատ կարևոր հարցեր են եւ մեր ռազմավարությունների մեջ դա հաշվի կառնենք։ Պարոն Մկրտչյան, քարսիտ, հեռախոս, նաեւ հարց բարձրացվեց հայտիկնա գլդորները։ Անկանոն, արդեն 2 հոգով Այն որ տեսա 3 հոգմալի երեխա էր գիրկը, երբ ամուսիններով երեխան էլ գիրկը։ Դա չի լինի։ Մենք նախ չունենք նշված ճանապարհային հատվածներ։ Դա ոնց դիարի, դա ամբողջական ծրագիր պետք է լինի։ Մտնում են ճանապարհի մեջ, արագությունը կարանք սահմանափակենք, իշան գիտեմ 30 կմ/ժ սա բանը, առավելը թե 20-ներ։ Այդ արագությունը, բայց ինքը անկանոն շարժվում է ոնց ցանկանա։ Այդտեղ էլ խնդիր ունենք։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե ամբողջացնեմ խոսքս, հատկապես ընդդիմության բացակայություն ինձ հուշում է, որ ոստիկանությունը նաև ընտրությունների ընթացքում լավ է իր պարտականությունը կատարել եւ ոչ միայն ոստիկանությունը։ Եվ դա է բանը, որ հարցեր չկան, որ գանց էս հարցեր տան։ Դե հարցերը տան ընտրությունների հետ կապված չէ։ Տեղամասերը, հերթերը եթե եղել են, միայն տեղամասին դրսում, որ sense ինչ-որ ախպերությունը կանգնած ասել դուք եթե ասած չկա դες բան։ Շնորհակալ խնդիրալուց խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, կարևոր հարցերի եւ ընդգծումների համար։ Ես կարծում եմ եւ կրկին անգամ կասեմ, որ տեղ են ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ առիթներ էլ, այսպես ասած, յետընտրական զարգացումների պետք է որ չլինեն, բայց այդուհանդերձ ցանկացած զարգացում, որը կուղեկցվի իրավախախտումով կամ առավել եւս հանցավոր վարքագծով իրավապահ համակարգը շատ հստակ եւ խիստ արձագանք կտա, քանի որ 24 ժամյա ուրեմն ռեժիմով իրավապահ համակարգը աշխատում է եւ նախընտրական եւ ընտրության օրը եւ բնականաբար հետընտրական ժամանակահատվածում եւս ճիշտ եք ասում, որ հանցավորության կանխարգելումը այս ամենի առանցքում է եւ ուղղակի նաեւ մեկ թիվ բերեմ ես զեկույցում շացի այս տարվա թվերը բերեմ մինչեւ հունիսի 2-ի դրությամբ 930 միավոր հրազեն եւս արգրաված է, որից 99 ինքնաձիգ եւ 349 ատրճանակ եւ այսպես շարունակ։ Ես այս թվերը նշում եմ եւ դրական եւ որոշակի առումով մտահոգիչ, այսպես ասած առումով, լավ է, որ այս զենքերը դուրս են բերվել անօրինական շրջանառությունից, բայց մենք արձանագրում ենք, որ դեռևս կան այդ զենքերը եւ բնականաբար միայն զենքը դուրս բերելով պետք չի սահմանափակվել, առհասարակ պետք է ուշադրության կենտրոնում պահել հանցավորության կանխարգելման տեսանկյունից մարդուն եւ մարդու վարքագիծը։ Ես անդրադառնալով առհասարակ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը ճիշտ է բազմաթիվ միջոցառումներ եւ օրենսդրական եւ համակարգային իրականացվել են եւ օրենսդրություն փոխվել իհարկե բալային համակարգը տարվա վերջում եթե չեմ սխալվում փոփոխվեց այս իմաստով օրենսդրությունը այդուհանդերձ պարոն Քոչարյան ես կարծում եմ որ բոլոր դեպքերում սա բարեկային ծառայության լիարժեք ներդրման եւ վերջիններիս անզիջում իրավախախտումների նկատմամբ անզիջում պայքարի արդյունք է եւ ոչ թափ վարորդներին, այսպես ասած, երթևեկությունից դուրս բերելու եւ մյուս իրավախախտումների նկատմամբ եւս ուրեմն անզիջում կեցված եւ դիրքորոշում եւ վարկագիծ դրսեւորելով մենք հաջողել ենք եւ ունեցել ենք այս արդյունքները, բայց այդուհանդերձ եւ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ եւ վարչարարության անելը կարծում եմ այս իմաստով բավարար եւ հիմնարար չի, հիմնարարը այդտեղ քաղաքացու կրթությունն է եւ քաղաքացու անվտանգային մշակույթ կրելն է եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որով այս տարվա սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցներում կսկսեն դասավանդվել
ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ ուրեմն դասեր, ծրագրեր, արդեն ասեմ, որ կրթական մոդուլը պատրաստ է, համատեղ մեր մասնագետները աշխատել են, մենք նաև հայտարարությամբ ենք հանդես եկել եւ ուրեմն սեպտեմբերի 1-ից մենք կսկսենք արդեն ավագ դպրոցներում այդպիսի դասընթացներ կազմակերպել։ Նաև մի քանի թիվ ուղղակի ասեմ քարսիտների հետ կապված, այս տարի մենք շուրջ 5500 նման վարչական արձանագրություն կազմել ենք, ասեմ, որ անցած տարվա համեմատ մենք կրկնակի ավել ենք կազմել քարսիտ չունենալու դեպքերը, այսինքն վարչարարությունը խստացվել է, բայց ելի պետք է կրկնվեմ, եթե այն իրավախախտումներն են, որ իրականում մարդու գիտակցության մեջ, որպես դա պետք է տպվի, որ սա ոչ թե սա իր կյանքի կամ իր ամենամտերիմ հարազատի երեխայի, հա, կյանքի եւ առողջության հետ կապ ունի եւ ճիշտ եք ասում, հեռախոսով խոսելը կամ առավելևս տեքստեր գրելը ինքը շատ վտանգավոր երևույթ է եւ մյուս իրավախախտումների հետ զուգորդվելով, օրինակ արագության հետ զուգորդվելով ինքը կարա դառնա ճակատագրական։ Եթե մենակ արագությունը կարծես թե ինքը որպես մեկ իրավախախտում կարող է օրինակ մահվան չհանգեցներ, սա եւս կարծում եմ էլի անվտանգային մշակույթի հարց է, բայց այս առումով ասեմ, որ մենք առաջիկայում կսկսենք նաեւ տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է հեռախոսը եւ ունենք համապատասխան հիմա տեխնիկապես հագեցված բարեկային, այսպես տրանսպորտային միջոց, որը կգործարկենք, կարծում եմ այս տարի, որը 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները եւ ասեմ նաեւ, որ 19000 հեռախոս օգտագործելու ուրեմն դեպքեր են արձանագրել, անցած տարի շուրջ 40000 նման դեպք են ունեցել, բայց մենք այս դեպքերը հակ ունենանք, եթե մենք սրա արմատներին, այսպես ասած, չկպնենք եւ մարդկանց մոտ չձևավորենք համապատասխան անվտանգային գրպանին շատ էժան է գրպանին որ կպնեք ոնց որ ամբողջ աշխարհում կարծում եմ այո գրպանին էլ կարելի առանց կոմպրոմիսի այստեղ կոմպրոմիս չի կարող լինի բան մկր Ղազարյան դուք բանն եք ասելու Պարոն Քոչարյան, զուտ որ վիճակագրության հարցն էիք ասում, քաղաքացիության հետ կապված դուրս բերեցի շնորհումների մասով 2014-ից 21 թվականներին տարեկան միջինում մեր շնորհումների դիմումը մոտավորապես 10000 էր, 22 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25515 անձ, 23-ին 19185, 24-ին 21437 եւ 2025 թվականին պատմական ռեկորդը 32891 դիմում ենք ունեցել քաղաքացիություն ստանալու համար եւ շնորհվել է Հանրապետության նախագահի հրամանագրով 25670 անձի զուտ թե ինչ տեմպերով է աճում քաղաքացիության հանդեպ հետաքրքրությունը։ Մի հետ կապ ունի։ Ակնհայտորեն 2022 թվականից դինամիկան աճողական է։ Ես կարծում եմ, որ այդտեղ մենք անելիք ունենք, որտեղ ինչքան բարձրանում է ցանկությունը մեր երկրում քաղաքացիություն ստանալու, այնքան մենք պետք է այդ քաղաքացիների հետ մեր հարաբերությունները դնենք իրավական շատ ավելի լուրջ հիմքերի վրա եւ քաղաքացիությունից հրաժարվելն էլ պետք է դնենք շատ ավելի ֆիլտրված լուրջ հիմքերի վրա։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ զեկույցը, որ ներկայացվեց փոխնախարարի կողմից եւ փոխնախարարները ըստ էության մեկը մյուսին լրացնելով պատասխանեցին հարցերին, հիմք է տալի մեզ ասելու, որ բյուջետային տարին ոչ միայն 25 թվի հետ, ընդհանրապես 18 թվից սկսած ինք անդադ վերել է բարեփոխումների, մենք հիմա չենք հիշում 18-ին ինչ են կարել, 19-ին ինչ են կարել, 20-ին ինչ են կարել։ Այդ պատերազմյան շրջանում ինչի միջով ենք անցել։ Բայց այսօրվա տրամաբանությունը մեզ հուշում է, որ շարունակականությունը բարեփոխումների, այդ բարեկային ծառայության մասին ասեցիք, այդ ծառայությունը ստեղծվել է ու ինքը լավն է։ Պետք է ինքը անդադ դինամիկ զարգացման բոլոր փաթեթները լավացնելու, դեռ բնակարանների մասին խոսեցիք, բնակարանների հատկացման հնարավորությունների մասին խոսեցին, գրավչության, նաև կադրային քաղաքականության էֆեկտիվ իրականացման համար շատ լավ օրենքներ ընդունեցինք այս տարի եւ դա հնարավորություն է տալու մեր կադրային բազան ավելի լավացնելու եւ գնալ առաջ։ Այս լավատեսությամբ կարծում եմ, որ ներքին գործերի նախարարությունը ավարտեց իր զեկույցը, հարցեր չկան եւ նորից նշում եմ, որ
Մենք խաղաղ ընտրություն ենք անցկացրել եւ հերթական լավ ընտրություն է եւ որևէ մեկին թույլ չենք տալու փչացնի այդ միջավայրը, որովհետեւ ցանկություն հաստատ կա ինչ որ տեղում մշակված։ Մեծ կարող է խոսեմ, բայց եթե ինքը խաղաղության ձգտող հասարակությունը իր քվեն արդեն կողմնորոշվել է, ոչ մի ուժ չի կարա կանգնի այդ կամքի դեմ։ Այնպես որ մնում է ուշադիր լինել եւ մեր ուժային կառույցները եւ ոչ միայն ներքին գործերը համատեղ ջանքերով Ես չեմ ասում բան լինի, որտեղ երբ որ մեր երկիրը համարվում է իրականում ամենախաղաղ իրիկունը ծնող ենք, մեր աղջիկներին հանգիստ թողում ենք, որպեսզի երեկոյան դուրս գան իրենց ընկերներից եւ վերադառնան առանց մտահոգությունների։ Շատ դրանով կարելի է հպարտանալ, մնում է այդ կարակելու գործիքներն են մի քիչ։ Մի օրինակ էլ ասեմ, դա էլ ասեք 90-ականների 94-95 թվականների զենքի խնդրեմ կար։ Բայց այն ժամանակվա իշխանությունները պարոն Ղազարյան գտան մի լուծում եւս։ Զենքը փորձեցին գնեն թաքցրածներին։ Դա մեխանիզմ է, մի հատ մտածեք։ Այսինքն որ թաքցրել է զենքը, պետությունը ասում է, եթե բերես հանձնես, համ հետապնդումից եթե բռնվես բանա, ոչ թե բռնվելու պահին բերես, դա ասալ չէ։ Մեր պետությունը կառնի ինչ որ գնով։ Դա է մեխանիզմ։ Թող անվտանգից դուրս գան։ Չեմ ասում էլի օրենքներ գիտեմ, որ մշակվում են, որպեսզի ընդհանրապես այդ փաթեթը լինի ամբողջական։ Շնորհակալություն։ Այս նիստը ավարտում ենք, ընդմիջում ենք տալի Տիկին Վարդանյան 12-ին կլինի գաղտնի մասը, որտեղ հիմա բոլորին այդպես ենք ասել։ Ժամը 12-ին հարգելի գործընկերներ, գաղտնի մասի քննարկումն է, դա նշանակում է պահանջներ տեխնիկական միջոցների, բացակայության եւ այլն։ Տիկին Յարմալոյան Գալստյան Աշոտին ասեք, որ պատշաճ ապահովի աշխատանքային մթնոլորտը։ Այն հիմա հնչեցրեցի եւ այնտեղ խլեցնող իմ սարքը բերեք այնտեղ, որ հեռախոսներ դնեմ մեջ։